Մեր համայնքի կանանց հետագայում կուզեմ տեսնել չվախեցող ու երազող, գործող, որովհետև շատ կանանց գիտեմ, ովքեր լուրջ երազում են ու ոչինչ չեն ձեռնարկում, կուզեմ անպայման նախաձեռնող լինել։ Ես Լենան եմ, աշխատում եմ այժմ Շիրակացու ճեմարանում, մասնագիտությամբ հասարակային ինտերնետ եւ մարքեթինգի բաժնի մասնագետ եմ։ Առաջին մասնագիտությամբ սոցիալական աշխատող եմ։ Մինչև ճեմարանում աշխատելը զբաղվում էի ակտիվ հասարակական գործունեությամբ։ Մեր համայնքում, եզդիական համայնքում կանայք բազմաթիվ խնդիրների են բախվում ու փոքրուց միշտ ականատես եմ եղել դրանց ու համարել եմ, որ դրանք անարդար են ու փորձել եմ պայքարել դրա դեմ։ Այժմ ավելի ֆորմալ ձևով եմ փորձում աշխատել դրա ուղղությամբ, որովհետև հիմնել եմ հասարակական կազմակերպություն, եզդի կանայք հանուն հավասար իրավունքների։ Այստեղ ոչ թե տարբեր մարդիկ հավաքվելու են, որպեսզի մեր եզդի կանանց խնդիրները լուծեն, այլ հենց մենք կանայք, աղջիկները փոխօգնության շնորհիվ փորձելու են օգնել միմյանց։ Եզդիական համայնքում կանանց ուղղված տարբեր կարծրատիպեր կան ու շատ դերեր կան սահմանված, որ կինը պետք է դրանցով ապրի։ Ոչ այնքան ընդունելի է աշխատող կինը, քաղաքականությամբ զբաղվող կինը, հասարակական ակտիվությամբ զբաղվող կինը, փոխարենը ավելի ընդունելի է տանը կենցաղով երեխաներով զբաղվող կինը։ Ինձ համար երկուսն էլ կյանքի որոշակի փուլեր են, որ յուրաքանչյուր կին պետք է ապրի, սակայն պետք է նաև տրվի ազատություն, որպեսզի ինքը որոշի, թե երբ է ուզում այդ փուլերով անցնել, արդյոք ուզում է հետևյալ փուլերով անցնել, թե ոչ։ Մեր համայնքի կանանց հետագայում կուզեմ տեսնել չվախեցող ու երազող, գործող, որովհետև շատ կանանց գիտեմ, ովքեր լուրջ երազում են ու ոչինչ չեն ձեռնարկում, կուզեմ անպայման նախաձեռնող լինել, օգնեն միմյանց, որովհետև փոխօգնությունը ամենալավ գործիքն է միմյանց խնդրին լուծում տալու, ու եթե քո խնդրով զբաղվում է քո պես մի կին, ով ժամանակին բախվել է դրան ու հիմա գտել է լուծման ձևը, շատ ավելի արդյունավետ է լինում։ Անպայման կուզենամ, որ խոսեն, ուղղակի խոսեն, խոսելով շատ բան կարելի է փոխել, խոսելով, բացատրելով եւ իհարկե երազելով, բայց լուրջ չերազելով, երազել խոսելով։